Ես եթե կարելի է բավարժան դառնալ, այստեղ ուղղակի արդեն ինչ է դուրս գալիս, հարցը ոչ էս 20-օրն է, ոչ բան, եթե այսինքն ուրեմն սոցիալական մի հարց կա, որ այս պահին հաստատողները միջնորդում են, որ փոփոխի թափամամիջոցը ու գալիս, արդեն ոչ թե դուք ինձ եք բաժում, անգերձ եմ ասում Աստվածով է գա, էլի փառք Աստծո, չէ, սա պատիժ է, երբ որ ամեն մարդուն բեռնում են ասում են կանանավորություն, պատիժ է, հիմա դուք կարող եք արդարադատություն կոչեք, բայց ես արդարադատություն չեմ տեսնում այդտեղ, բայց հարցը դա չի, հարցը այն է, որ հիմա արդեն հունվար ամսից սկսված, երբ արդեն ծանրացել է, հիմա ես էլ ասեմ, նոր հանգամանքը սոցիալական վիճակը, եթե ասենք ես Վրաստանում եմ նստել, մարդն երբ որ առաջի ամսվա մեջ է ձերբակալված, մի բան է ֆինանսական խնդիրներ լուծել, երբ որ արդեն 5 ամիս է, 8 ամիս է, մի տարի արդեն բարթանում է, դժվարանում է։ Այստեղ կինս հազիվ հասցնում է երեքին Դեբրոստան էլ բերել, չի էլ կարողանում շատ անգամ, էլ աշխատանքի մասին չեմ խոսում։ Ու հիմա այս խնդրի առաջ մենք կանգնել ենք։ Հիմա հարցը արդեն ես չեմ։ Անգեզ եմ ասում Աստվածը վեկա ու կտեսնենք, պետք է 4 ամիս է կնստեմ, 5 ամիս է կնստեմ։ Հարցը արդեն իմ երեխեքին անուն թողնելու չթողնելու հարցն է, այստեղ կանգնած։ Հիմա ես Վրաստանում մի անգամ տուն կորցրել եմ ու ոնց որ ասած Հայաստանում տուն կորցնելու չեմ ուզում։ Էս ամենը։ Հիմա եթե կորցնելու ենք, դա արդեն ուշ թվում է նա։ Աստվածով է։ Ընդհանրապես ուշ թվում է։ Աստվածն ասել, տան կորցնելու մասին։ Դե կորցրել եմ εγώ։ Մեկ վարքյան, տան կորցնելու մասին չի խոսքը, դեղզուտ իրավական Աննայեմ ինչ-որ ձևակետում է ինչ-որ դատանում, հեսա, մեկ վարքյան արգելիս, ես մի հատ եմ ձեզ, ես նույն պաստատիկները, որը որ ներկասել եք դատանին, կա ատեն դատանին, ներկասեցիք, սա դատանը, նշմա, որ սա նոր հանգամանք չի, որ դատանը, մեկ վարքյան նստեք, սա նոր հանգամանք չի, այսպես ասեք, որ բացառություն անենք, այն պարագայում, երբ որ դատանի կայացած որոշումը մնացել է անփոփոխ վերաքննիչ քրեական դատանի կողմից, միանգամից լսեմ ես այս բանը, սա չի կարող դատանի կողմից, ընտրեմ, հաջորդին ես նորից եմ կրկնում, ոչ թե մարտի 4-ին պետք է քննարկվի այս հարցը, այլ դրան հաջորդող դատական նիստին, այսինքն մարտի 4-ից առնվազն 1 շաբաթ, 10 օր առաջ քննարկվել է այդ հարցը, ձեր նկատմամբ արդյոք անհրաժեշտ է երկարաձգել խափան միջոցը, փոփոխել կամ վերացնել այլ խափան միջոց, դրա մասին է խոսքը, որքանով որ կընդունեք դա մեկ վարքյան դարություն հա մի դարություն, այդ ժամանակ խնդրեմ քննության առարկա կդարձվի, այս պահին ոչ, ես կարող եի ներկայացրած փաստաթղթերով մի անգամից մերժել, անգամ կողմերի կարծիքը չհարցնելով, ուղղակի թույլ տվեցի, որ վարորդի մասնակիցները նաև եթե որևէ հարց ունեն ձեզ ուղղակի 15-ից 1000 ներողություն, բայց ամեն անգամ ասենք մի շաբաթ պետք է ասես ժողովրդական բառ ասեմ, ճարելով գալիս ենք հասել ենք արդեն փետրվարի 12-ը։ Հիմա էլի ճալենք փետրվարի 19-ը, հետո փետրվարի 26-ը, հետո մարտի 4-ին ազատ ասենք, այսինքն խնդիրների հիմա խնդիր կար, մենք այս հարցը բարձրաձայնեցինք։ Հիմա փաստորեն դատարանը մերժում է, այս է հարցը։ Դատարանը մերժումը ընդհանրապես քննության չի դա։ Էլի կալանքի տակ, սա է հարցը։ Դատարանը ընդհանրապես հեռանկարը որ մարտի 4-ին ասենք ինչ որ ազատ արձակեն։ Դատարանը ընդհանրապես քննության չի դարձնում այս հարցը։ Որտեղ ոչ։ Այսինքն արդար մարդուն նստեցրել են, ընտանիքը սանագության դուրնա ասենք ասում են չէ, պետքա դու պատժվես։ Մարտի 4-ն ենք որոշել, մարտի 4-ին ասենք կամ 24-ին, կամ 26-ին լավ ցույց կնաս։ 8 օր էլ այն որ ասում է քեզի բանան, բաշխենք դրա։ Հետո կամ պայենք ավելացնենք, չէ՞։ Մի բան։ Դու որտեղ ես արտահայտվում ես, դրել։ Հա, ես արտահայտվեցի, մի քիչ կարող է էմոցիոնալ եմ ասում, որտեղ ընտանիքը երևանում։ Դե հեսա կանցնի։ Այս բանը արտահայտվեցի, այսինքն այդ 19 օրը կամ 2 շաբաթն է հարցը։ Հարցը 19 օրվա 2 շաբաթվա մեջ չի։ Ես 4 անգամ կրկնում, սա նոր հանգամանք չէ, դատարանը դիտում, որպեսզի քննության առարկա այս բային դարձնի։ Ասա ես քաշ։ Արգելիս, ուրեմն տեսեք ինչ է։ Հաջորդ դատական նիստը 19-ն է անում։ 19-ը։ 10-ը մի րոպե։
Ըստ հերթականության հաջորդ դատական նիստի դատարանը մեղադրյալների նկատմամբ նորից եմ կրկնում այս երկրորդ եւ երրորդ անգամը, որոնք որ արգելանքի տակ են գտնվում, դա կրնի կալանք, տնային կալանք։ Այդ անձանց վերաբերյալ հարցը կրկին քննության առարկա է դարձնում, որովհետեւ առնվազն 3 ամիսը մեկ դատարանը պարտավոր է հարցը քննության առարկա դարձնել։ Այս հանգամանքը մի փոքր կողքի էլի կանգնեք, որովհետեւ կանգնել եք դիմաց, ես չեմ տեսնում։ Այս ինչի չխոսակ, ինչ է, ձայնազուրկ եք, ինչ է։ Այս հանգամանքը, որը որ դուք նշում եք, ներկայացեք, եթե անդրայեցություն կլինի շատ նեղ կազմով, անգամ դռնփակ նիստ անելու, դատարանը անգամ այդ հանգամանքին ձեր, եթե կմիշնորհեք, անգամ այդ ձևաչափով կանի դատական նիստը, անգամ այդ ձևաչափով կանի, որը որ մյուս մեղադրյալների հետ կապված ինքներդ ականատես եկեղեցի դատարանը կատարել է։ Ճիշտ ասած, պատվարժան դատարան, ես տաժը սրան էի, անգամ սրան էի դեմ որ ներկայացնեի, կանգնեց ասած, հարգադրված այսօրվա իրավիճակով, այն որ իմ երեխաների շահերը ավելի բարձր գնահատեցի, ներկայացրեցի, բայց հիմա ավել ներկայացնելու բանի խնդիր, ուղղակի մի բան էլ ասեմ ձեզ, հիմա հաջորդ նիստից ես իմ մասնակցությունը արդեն անիմաստ եմ դառնում, հայրաժարվել եմ նրան, այդ էլ թույլ տվեք ինձ չծանրաբեռնեք, ես ասենք տանել բերել եմ, պատիժա կկրեմ, մի տարիա, 20 տարիա, ինչ որ կորոշեք, տվեք, ես ընդեղ կկրեմ, ինչեր նայեք, այդքան բան էլ, խնդրում եմ հաջորդ նիստից ինձ ազատեք, տանել բերելու, ձեր համար նոր օրենսդրությունը նախնական դատալսումներով դատարանը պատիժ պետք է սահմանի արդեն ապացուցված համարելով, նոնսենս է, նորություն է սա իմ համար։ Ես ձեզ պարզաբանեցի ողջ ընթացակարգը, որը ինչ ձևով է կատարում։ Պաշտպաններին էլ նախորդ դատական նիստին հորդորեցի նշեցի ասի, հարգելի պաշտպաններ, եթե կա նոր հանգամանք, Աստվածաշանի առողջական խնդրի հետ կապված, որոնք որ հրատապ է շատ հրավ, ես քննության առարկա դարձնեմ, եթե չկա, մի բերեք այս պահին, դա չի կարա դիպի նոր հանգամանք։ Պատվարժան դատարան, կային հարցեր, որոնք այսօր չբարձրացնեցինք եւ այո դա խիստ անձնական է, սակայն հաշվի առնելով, որ պատվարժան դատարանը շեշտեց այն մոտեցումը, որ հրատապ, այսինքն հաջորդ նիստից սկսած, որքանով որ սկսվի քննարկել խափամիջոցների հարցը, ապա դուք առաջինը քննարկել կսարքեք նաեւ կալանք կրող անձանց խափամիջոցի հարցերը, ապա մենք խնդիր չենք տեսնում եւ հետեւաբար նաեւ խնդրում ենք կրկին եւս մեկ անգամ, որ երբ որ արդեն իր ժամանակին քննարկը կդարձնեք, ապա խնդրեմ նաեւ այդ հարցը հրատապ Հարգելի պաշտպան, առանց ձեր խնդրելու դատարանը պարտավոր է անդրադարձ կատարել։ Սա քննարկի արժի։ 18 անձեր մեղադրյալներ են։ Միջնորդեք, չեք միջնորդի։ Դա դատարանի պարտականության մեջ է մտնում։ Շատ լավ։ Դա այնպես չի որ պետք է խնդրեք որ դատարանը քննության։ Շատ լավ, պատվարժան դատարանի պարտականության մեջ է մտնում։ Քանի որ 18 անձեր մեղադրյալներ են, դրա համար Վագն Չախյանի հարցը եւ բնականաբար նաեւ Հարգարժան Բագրատ Սրբազանի հարցը, պատվարժան դատարան ուղղակի, քանի որ հաշվի առնելով դուսակցության առարկա չեք դարձել, այսինքն մենք ունենք եւս հնարավորություն քննության առարկա դարձնելու, մենք հույսով հավատով սպասելով որպեսզի ձեր կողմից այդ վերջապես արդյունավետ որոշումը կկայացվի ժամանակին։ Շնորհակալ Եվս մեկ անգամ եմ կրկնում, մեղադրյալ Չախանյան, եթե գտնեք նպատակահարմար, որ պարզաբանումներ պետք է տակ, չեմ ճակերտը բացում ինչի մասին, նիստը կարվի դռնփակ, դուք այդ պարզաբանումները այդ մասով, մանրամասն կարող եք ներկայացնել։ Դուք ինտերնետ կորոշեք արդեն։ Բարի